Հայաստանում էլեկտրական ինքնագլորների երթևեկությունը կարգավորելու նպատակով 2026 թվականի օգոստոսից ներդրվում են նոր օրենսդրական սահմանափակումներ և 5,000-ից 10,000 դրամ տուգանքներ։ ՀՀ ներքին գործերի նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների համաձայն հստակեցվել են դրանցով երթևեկելու տարիքային սահմանափակումները, թույլատրելի վայրերն ու արգելքները, իսկ կանոնները խախտելու դեպքում վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Խաչատուրովը թերահավատորեն է մոտենում նոր օրենսդրությանը։ Ըստ նրա, իրավապահները խնդրին միջամտում են միայն այն ժամանակ, երբ արդեն պատահար է տեղի ունեցել։ Իրականում վերահսկում են և կարող են տուգանել մենակ այն դեպքում, երբ որ մի պատահար է տեղի ունեցել, դեպքի վայր են ժամանում, դրա հետևանքով սկսում են արդեն ասել, այ դու խախտել ես, ինչ է տուգանում է, ինչը այդ գրեթե անվերահսկելի է։ Լսելի փողոցները մեն են դուրս գալիս վարանում, այդքան էլ ուշադրություն չի դարձնում, էլի։ Ինչպես այստեղ վերահսկողություն, դա գրածը զուտ գրած լինելու համար։ Փորձագետի պնդմամբ բարեկային ծառայությունը ֆիզիկապես ի վիճակի չէ փողոցում չափել և վերահսկել ինքնագլորի 20 կմ/ժ արագության սահմանափակումը։ Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ սարքերի արագությունը սահմանափակվում է ծրագրային մակարդակով նախքան շահագործման հանձնվելը, Հայաստանում տեխնիկական զննության մեխանիզմներ չկան։ Ընդհանրապես sense բան կա, չէ՞, ենթադրենք, որ կանգնած են կամ շահագործման պիտի հանձնվեն, կարող է գնալ այդ տվյալ ֆիրմաներում կամ այդ կայանատեղիներում ուղղակի ստուգել արդյոք տեխնիկական պայմանները բավարարում են թե ոչ։ Բայց ես հավատացնում եմ, նման գործողություն տեղի չունի, որտեղ ոչ ոք ուրեմն այդ հմտությունը չունի, որը ստուգի տեխնիկական զննության դա ենթարկի։ Երկրորդը ոչ ոք էլ դրա ժամանակն չունի։ Բոլորը զբաղված են իրենց գործով, որոնք էլ գրել են գրած լինելու համար։ Արտակ Խաչատուրովը պարզաբանում է, որ այս օրենքը ոչ թե կանխարգելիչ բնույթ ունի, այլ ընդամենը իրավական հիմք է ստեղծում վթարներից հետո քննություն վարելու համար։ Նախկինում ինքնագլոր վարողները չունեին հստակ կարգավիճակ, ինչը իրավական լուրջ խնդիրներ էր ստեղծում։ Երբ որ պատահարներ էր տեղի ունենում, օրինակի համար նույնիսկ չգիտեմ, ինչ-որ մի հատ մեքենա վրա երթեր ենթարկել։ Հիմա օրինակի համար պետությունը կամ փորձագետը ինչ պիտի գրեր մեքենայի ու միջև վթար տեղի ունեցել, ոչ հետնյոթներ, ոչ հեծանվորդեր, այսինքն որևէ կարգավիճակ չուներ, էլի իրավական լուրջ խնդիրներ էր առաջացնում, ու այդ մարդում նաև պարտավորություններ չկա, ասենք հետնյոթը պարտավոր է զիջել, հեծանվորդը պարտավոր է երթևեկել արահետով, իսկ իրանց մասով որևէ պարտավորություն չկա։ Այսինքն ստացվում էր, որ իրավական առումով ամեն դեպքում ճիշտ կողմ էին էլի դուրս գալիս վթարը։ Այդ օրենքը գրվել է ընդամենը, երբ որ պատահար լինի, որպեսզի հավասարակշռություն լինի, հնարավոր լինի հետաքննել այդ գործը օրենքի տառին համապատասխանել, այսինքն ոնց որ վարորդների վրա պարտավորություն դրած, նույնն էլ իրանց վրա, բայց մնացած առումով իրոք ձեռառոց է։ Որպես հակադրություն բանախոսը բերում է տրիցիկլների և կվադրոցիկլների օրինակը, որոնց համար պետությունը կարողացավ հստակ կարգավորում մտցնել, սահմանելով պետհամարանիշներ և պարտադիր ապահովագրություն։ Մինչդեռ ինքնագլորների դեպքում նույնիսկ 16-ից 18 տարեկանների համար վարորդական իրավունքի պահանջը մնում է օդից կախված, քանի որ չկա պետհամարանիշի համակարգ։ Ես որպես վարորդ ձեզ հավատացնում եմ, իմ աչքի տեսածն եմ ասում, երբ որ հանդիպակացով այդ ինքնագլորը երիտասարդը քշում անգերնել իրան գրկած, իմ կողքով անցնում եմ ու միաժամանակ կողքովս բարեկային անցնում ու ուրա գնում ինչ-որ մի հատ կարևոր գործով մի տեղ էլի։ Հիմա այդ նախագահում տեղի չի ունենում էլի, որ ասեն, այ որտեղ բռնենք, գիտեք տուգանելու ենք, ես ենք անելու, դրա համար էլ արխայիկ քշում են էլի։ Արդյունքում փողոցներում տիրում է բացարձակ թողտվություն, ինչին ականատես են լինում հենց իրենք վարորդները։ Օրինակ ասենք մինչև 70-ական թվականները, թե մինչև 80-ական,
Նույնիսկ Հայաստանն է ունեցել վարորդական իրավունք, Հայաստանի համար էլ են քննություն տվել ՀԿԲ-ներում ու վարորդական են ստացել։ Հիմա օրինակի համար մեր երկրում խնդիրը ինչն է, որ վարորդականին տան ինչ տարիքից սահմանափակումները մի քիչ պրոբլեմատիկ են, էլի որտեղ հիմա մի քիչ դարաշրջանը փոխվել է, ոնց է գնում են այդ էլեկտրոնայինը, չէ՞, դիվացնում են, վերցնում վարում են տարբեր տարիքային խմբերից։ Դրա վերահսկողությունը էլ եմ ասում, էլի համարյա 0-ին հավասար է։ Ու դա կախված է մեր ոստիկանության աշխատանքից։ Հիշեցնենք, էլեկտրական ինքնագլորները մայրաքաղաքում հայտնվել են 2021 թվականից։ Երևանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիտ Նյուզ։